Վրացական կողմը հայկական ընկերությունների մեքենաները, կոնյակ, գինի արտահանող ընկերությունների մեքենաները այս պահին արգելափակել է մաքսային տարածքում, բողոքի ձայնը արդյոք սպասելիք ունեք որտեղ հասնի։ Դե իհարկե սպասելիք ունենք, մենք եթե նստենք ձայն չհանենք, դրանից ինչ օգուտ, մեզ ուրիշ ելք չունենք, մեր կոլեկտիվներով եկել ենք մեր բողոքի ձայնը արտահայտելու եւ պահանջում ենք պարզաբանում, հասկանանք պատճառն ինչ է, որ ասենք մեր մեքենաները ամսով ֆուրերը կանգնում են չեն գնում։ Մերը Շահնազարյան գործարանն է կոնյակի, Ռուսաստանի հետ մեր կապերը ունենք, մշտական մեր ապրանքը գնացել է, խոչընդոտ չի եղել երբեք։ Հիմա եթե սենց շարունակվի, հնարավոր է մեր գործընկերները ռուսները հրաժարվեն, որպես անպատասխանատու, ասենք, կազմակերպություն, բայց մեզ դե մեղք չունենք, մենք մեր աշխատանքը անում ենք, աշխատում ենք, գործարանում աշխատում են մոտ 250 մարդ, այսօր եթե այս իրավիճակը շարունակվի, այդքան մարդիկ պարապ են մնալու իրենց ընտանիքները, ովքեր պետք է պահեն, ամեն մեկը մի ընտանիքի հայր մայր են։ Իսկ այս իրավիճակը գործարանի ընկերության աշխատանքի վրա ազդել է որևէ կերպ այս ընթացքում։ Դե իհարկե ազդել է, ոնց կարող է չազդել։ Չնայած սենց իրավիճակ երբեք չի եղել, այս առաջի անգամն է, որ մեզ եղել են ուշացումներ, բնական է, դարսի անցակետում բնական պատճառով, թե արհեստականներ եղել են բաներ, բայց ասենք այս իրավիճակը երբեք չի եղել, սա առաջի դեպքն է, որ մենք ամեն ձևի պիտի պայքարենք, որ այս վիճակից դուրս գանք, մեր ֆուրերը անցնեն, մեր ընտանիքները կարողանանք պահել։